մենք այսօր էլ կենթանի ենք եւ առողջ ենք եւ կարող ենք եւ սովորել նրանից։ Թող Աստված մեզ օգնի Սուրբ Հոգին տա, որպեսզի Սուրբ Հոգին մեզ սովորեցնի ճիշտը, ճշմարտությունը եւ Աստծո շնորհքով կարողանանք իրագործել մեր կյանքում Հիսուսի անունով, ամեն։ Ինչպես գիտենք, այս երամսյակում մենք ուսումնասիրում ենք Մարկոսի ավետարանը եւ այսօր արդեն 3-րդ դասն է, որ կոչվում է հակամարտություններ։ Հիսուսի կյանքը հակամարտության մեջ էր անցնում։ Ինքը չէր եկել այս երկիր, որպեսզի փափուկ կյանքով ապրեր, այլ եկել էր, որպեսզի Աստծո ճիշտ կերպարը, պատկերը ներկայացներ մեզ, ճիշտ ուսմունքը տար մեզ, որտեղ այն ժամանակվա հրեա առաջնորդները, քահանաները, ղեկավարները, նրանք լիովին աղավաղել էին Աստծո պատկերը եւ Աստծո ճշմարիտ ուսմունքը։ Եվ Հիսուսի խնդիրներից մեկն էր վերականգնել Աստծո ճշմարիտ պատկերը եւ ճշմարիտ ուսմունքը։ Հիշելու համարն է Մարկոս 2-րդ գլուխ 27-28 համարները, եւ Հիսուսը նրանց ասաց. «Շաբաթը մարդու համար է եւ ոչ թե մարդը շաբաթի համար։ Հետևաբար մարդու որդին շաբաթի էլ Տերն է»։ Ուրեմն այն մասը, որ մենք այսօր կուսումնասիրենք, Մարկոս 2-րդ գլուխը եւ 3-րդ գլխի որոշ համարներ, դրանք պարունակում են 5 պատմություն, որոնք ներկայացնում են Հիսուսի ուսուցումներն ընդդեմ կրոնական առաջնորդների ուսուցումների։ Կարդանք Մարկոս 2-րդ գլխի 1-ից 12 համարները։ Օրեր անց Հիսուսը դարձյալ Կափառնաում մտավ։ Լուր տարածվեց, որ մեկի տանն է։ Անմիջապես այնքան շատ մարդիկ հավաքվեցին, որ դրան մոտ նույնիսկ տեղ չկար, եւ նա Աստծո խոսքն էր քարոզում նրանց։ Եվ նրա մոտ բերեցին մի անդամալույցի, որին բռնել էին 4 հոգով։ Երբ ամբոխի պատճառով Հիսուսին, այսքան անդամալույցի անկողին էին բռնել։ Երբ ամբոխի պատճառով Հիսուսին մոտենալ չկարողացան, քանդեցին այն տանտանիքը, որտեղ նա էր, եւ անցկացելով իջեցրին մահիճը, որի վրա պառկած էր անդամալույցը։ Հիսուսը նրանց հավատը տեսնելով անդամալույցին ասաց. «Որդյա, քո մեղքերը քեզ ներված են»։ Այսինքն, պարզ երևում է, որ այս մարդիկ բարեկամ կամ ընկերն էին այս հիվանդ մարդու։ Հետաքրքիր է, որ երբ որ մարդը հիվանդանում է, մանավանդ այսպես ծանր պարալիչով, ծանր հիվանդություն, գիտեք, նրա սովորաբար նրա ընկերները, ազգականները հանգարց անհետանում են։ Էլ ոչ ուզում են հիշեն, որ իրանք այտենց ընկեր ունեն, ոչ էլ բարեկամ։ Բայց այստեղ տեսնում ենք հակառակ պատկեր։ Այս մարդը ուներ 4 սահատ շատ լավ ընկերներ, որոնք ամեն ձևով ուզում էին օգնել նրան վերականգնելու իր առողջությունը, եւ նրանք լսել էին, որ Հիսուսը բուժում է, եւ եկան բերեցին իրենց ընկերոջը, որպեսզի նրան բուժեն, բայց տեսան հնարավոր չի մտնել, եւ վերկացան տանիքը, բացեցին եւ տանիքի միջոցով իջեցրին, չմտածեցին, վայ, պրոբլեմ կլինի, փող կուզեն տանիքը վերականգնելու համար եւ այլն։ Նրանք պատրաստ էին ամեն ինչի, միայն թե իրենց ընկերը բժշկվեր։ Դրա համար Հիսուսը նրանց հավատը տեսնելով անդամալույցին ասաց։ Սովորաբար, երբ որ Հիսուսը բուժում էր, ասում էր. «Դուստրս կամ որդիս, քո հավատը օգնեց քեզ, կամ քո հավատը քեզ բժշկեց»։ Բայց այստեղ նա ասում է նրանց հավատը տեսնելով։ Այսինքն, մենք կարող ենք մեր հավատքով մարդկանց տանել Հիսուսի մոտ։ Արդյոք մենք այդքան սիրում ենք մեր ընկերներին, որ մենք նրանց տանենք Հիսուսի մոտ, այլ ոչ թե ուղղակի անիմաստ ժամանակ անցկացնենք մեր ընկերների հետ, այլ հետաքրքրված լինենք նրանց փրկությամբ։ Հետաքրքիր է, որ Հիսուսը այստեղ ասում է, որդյա, քո մեղքերը քեզ ներված են։ Այսինքն,
օրինակ այն մյուս հիվանդին ասում է վեր կաց անկողունները, չի ասում ներված են մեղքերը։ Քանի որ Հիսուսը կարդում է մեր մտքերը, ինքը տեսա, որ այս մարդը ավելի շատ մտահոգված է իր մեղքերի ներմամբ, ավելի շատ ուզում է խաղաղություն ստանալ իր սրտում, քան թե որ բժշկվել։ Եվ դրա համար Հիսուսը առաջինը իրեն ասեց, որ ներված են մեղքերը։ Այսինքն Հիսուսը տեսնում է, որ այս մարդը ճշմարտապես ապաշխարել է եւ ցավում է իր արած սխալների ու մեղքերի համար եւ մի վայրկյան առաջ ուզեց նրա սիրտը խաղացնել եւ ներել նրա մեղքերը։ Դպիրներից ոմանք նստած են այնտեղ եւ իրենց մեջ մտածում էին, ոչ թե ասեցին, այլ մտածում էին, ինչպես էս այդպես խոսում, հայհոյում է, ով կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ միայն մեկ Աստված։ Եվ Հիսուսն իսկույն իր հոգում իմացավ, որ իրենց մտքում այդպես են մտածում եւ նրանց ասաց։ Հիսուսը կարդում էր ոչ միայն հիվանդների մտքերը, այլ նաեւ առողջների մտքերը։ Ուրեմն նրանց ասաց. Ինչու եք ձեր մտքում նման բաներ մտածում, որն է հեշտ անդամալույցին ասել, քո մեղքերը ներված են քեզ, թե ասել վեր կաց, մահիճդ վերցրու եւ քայլիր։ Բայց որպեսզի իմանաք, որ մարդու որդին երկրի վրա մեղքերին թողություն տալու իշխանություն ունի, անդամալույցին ասաց, ասում եմ քեզ, վեր կաց, մահիճդ վերցրու, քո տուն գնա։ Եվ սա իսկույն վեր կացավ, մահիճը վերցրեց ու բոլորի առաջ դուրս գնաց, մինչ բոլորը զարմանում էին ու Աստծուն փառաբանում ասելով. Այսպիսի բան երբեք չենք տեսել։ Այսինքն Հիսուսը երկու հատ ապացույց տվեց այս դպիրներին, մեկը, որ ինքը կարողանում է կարդալ իրենց մտքերը, որտեղ իրենք բարձրաձայն չէին ասել, եւ դա մի ապացույց էր, որ Հիսուսը երկնքից իջած Աստծո որդին էր եւ իրավունք ուներ մարդկանց մեղքերը ներել եւ ասեց, որպեսզի ապացուցեմ, որ ես իրավունք ունեմ ներելու, ինքը բժշկեց այս անդամալույցին։ Երկու հատ ապացույց տվեց այս մարդկանց, բայց ցավոք ապացույցը չազդեց իրենց վրա, որտեղ իրենց ճամփան էին բռնել սխալ եւ չէին ուզում շեղվել այդ ճանապարհից։ Կարդանք Միքիա 6-րդ գլխի 6-ից 8 համարները։ Միքիա 6-րդ գլխի 6-ից 8 համարները։ Ես ինչով ներկայանամ Տիրոջ ընկնեմ բարձրյալ Աստծո առաջ։ Արդյոք ներկայանամ ողջակեզներով, մեկ տարեկան հորթերով, միթե տերը կգոհանա հազարավոր խոյերով կամ յուրավոր գետերով, արդյոք իմ անդրանիկը կտամ իմ հանցանքի դիմաց, իմ որովայնի պտուղը իմ հոգու մեղքի դիմաց, քեզ հայտնել է ով մարդ, թե ինչն է բարի, եւ Տերն ինչ է պահանջում քեզանից, միայն իրավունքը պահել, այսքան արդար լինել, ողորմություն սիրել եւ խոնարհությամբ ընթանալ քո Աստծո հետ։ Եվ սա էր, որ բաց էին թողել այս ղեկավարները, այս քահանաները, այս դպիրները, նրանք բոլորովին սխալ էին ներկայացնում Աստծուն մարդկանց, թե իրենց ուսուցումներով, թե իրենց բնավորությամբ, այսինքն իրանք գոռոզ էին, կարծում էին, որ իրանք սուրբ են, մնացածը մեղավոր են, հպարտ ման էին գալիս եւ վերևից էին նայում մնացածին եւ այդպիսով սխալ տպավորություն էին թողում Աստծո մասին մարդկանց։ Մարդիկ կարծում էին, թե Աստված էլ է այդպես։ Բայց Հիսուսը եկավ, որպեսզի այդ խավարը ցրի, որպեսզի ցույց տա մարդկանց իրականում ինչպիսի ողորմած, գթած, սիրող Աստված ունեն իրենք։ Եվ ուրեմն այս կրոնական առաջնորդները տեսադաշտից կորցրել են այն, ինչն իսկապես կարևոր է՝ արդարությունը, ողորմությունը եւ Աստծո առջև խոնարհ քայլելը։ Նրանք այնքան էին տարված Աստծո վերաբերյալ իրենց պատկերացումները, որոնք սխալ էին պաշտպանելով, որ կուրացան ու չտեսան, որ Աստված գործում է հենց իրենց աչքի առաջ։ Ցավալի է, երբ այն մարդիկ, ովքեր պետք է ճշմարտությունը ներկայացնեն, իրենք խավարի մեջ են։
իրենք բոլորովին սխալ պատկերացում ունեն Աստծո մասին եւ այդպես սխալ էլ Աստծուն ներկայացնում են մարդկանց եւ փոխանակ մարդկանց տանեն դեպի փրկություն, տանում են դեպի կործանում, ինչպես որ իրենք են գնում դեպի կործանում։ Դա ցավալի ճշմարտություն է։ Կարդանք Մարկոս 2-րդ գլխի 13-ից 22 համարները, Մարկոս 2 13-ից 22 եւ դարձյալ գնաց դեպի լճի եզերքը, ամբողջ օրը նրա մոտ էր գալիս եւ նա ուսուցանում էր նրանց, անցնելիս տեսավ Ալփեոսի որդի Ղևին, Մաքսատանը նստած ու նրան ասաց. «Իմ հետևից արի»։ Եվ նա վեր կացավ ու գնաց Հիսուսի հետևից։ Եվ երբ նրա տանը սեղան էր նստել, շատ մաքսավորներ ու մեղավորներ էին Հիսուսի ու նրա աշակերտների ճաշի նստել, որտեղ շատ մարդիկ էին նրա հետևից գնում, բայց դպիրներն ու փարիսեցիները տեսնելով, որ ուտում է մաքսավորների ու մեղավորների հետ, նրա աշակերտներին ասացին. «Ինչու է մաքսավորների ու մեղավորների հետ ուտում եւ խմում»։ Երբ Հիսուսը լսեց նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին, ես եկել եմ ոչ թե արդարներին, այլ մեղավորներին ապաշխարության կոչելու»։ Այսինքն այն մարդկանց, ովքեր հասկանում են, գիտակցում են, որ իրանք մեղավոր են։ Հիսուսը սրանով չէր ուզում ասել, որ դուք առողջ եք, ոչ։ Բազմաթիվ անգամներ Հիսուսը իրենց ասում էր. «Կեղծավորներ, կույրեր, դուք կույր եք եւ դուք կույրերի առաջնորդ եք, դուք կույր առաջնորդ եք եւ կույրերին առաջնորդում եք»։ Բազմաթիվ անգամ Հիսուսը նրանց ուզում էր հասկացնել իրենց մեղքերը, որ իրենք հասկանան, ապաշխարեն, բայց իրենք չուզեցին։ Այսինքն այստեղ Հիսուսը չի ուզում ասել, որ դուք առողջ եք, սրանք հիվանդ են։ Չէ։ Ինքը ասում է, որ այս մարդիկ հասկանում են, որ իրենք հիվանդ են։ Իրենք հասկանում են եւ ուզում են բուժվել, իրանք ուզում են մաքրվել, իսկ դուք չեք ուզում։ Եվ ես եկել եմ հենց այս մարդկանց համար։ Ես չէ։ Իհարկե Հիսուսը իրենց շատ համոզեց, որպեսզի հասկանան եւ իրենք էլ փրկվեն իր թափածու սուրբ արյունով։ Շատերը հասկացան, Նիկոդեմոսը հասկացավ, Հովսեփը հասկացավ, փարիսեցիների նրանք մեծ պաշտոն զբաղեցնող մարդիկ էին, բայց հասկացան եւ դարձի եկան եւ ապաշխարեցին, բայց ցավոք մեծամասնությունը չուզեց իրենց հպարտությունը ներքև դնել։ Եվ Հիսուսը ասեց. «Ոչ մի զարմանալի բան չկա, դուք Աստծուն սխալ եք ներկայացրել, դուք ձեզ հեռու եք պահում մարդկանցից, դուք ձեզ բարձր եք պահում, դուք ձեզ հպարտ եք պահում, բայց իրականում դուք այս մարդկանց պետք է ճշմարտությունը տայիք, պետք է այս մարդկանց օգնեիք, որ իրանք հասկանային ճշմարտությունը, որն է ճիշտ ապրելն է, բայց դուք ինքներդ սխալ եք ապրում եւ այս մարդկանց էլ տանում եք դեպի կործանման ձեր օրինակով»։ Եվ նրանք այն աստիճան էին այս մարդկանց դեմ տրամադրված, որ իրենց կրոնական օրենքում, հրեական մեկնաբանություն Միշնայի տրակտատում, Թոհորոտում ասվում է. եթե հարկահավաքները մտնում են մի տուն, այնտեղ գտնվող ամեն ինչ այն դառնում է անմաքուր։ Ուստի զարմանալի չէ, որ դպիրները տարակուսանքով հարցնում են, ինչու է նա ուտում մաքսավորների եւ մեղավորների հետ։ Իրենք ուրեմն Հիսուսի օրերում հարկահավաքները տեղական կամ հռոմեական կառավարության պետական ծառայողներն էին։ Իհարկե հրեաներին դուր չէր գալիս, որ հռոմեացիները իրենց ղեկավարում էին եւ իրանք արհամարում եւ ատում էին այս մարդկանց, ովքեր ծառայում էին հռոմեական պետությանը։ Եվ բացի դրանից նրանք լավ չէին ընդունվում Իսրայելի հրեա բնակչության կողմից, քանի որ հաճախ սահմանվածից ավելին էին պահանջում եւ հարստանում իրենց հայրենակիցների հաշվին։ Հիշում եք Զաքեոսին։ Բայց Զաքեոսը հանեց եւ բոլոր այն ավել փողերը, որ վերցրել էր, 4 պատիկ այդ մարդկանց վերադարձրեց, ինչպես որ պահանջում էր օրենքը։ Բայց Հիսուսը եկել էր, որ հենց այս մարդկանց եկել էր բոլորի համար։ Հիսուսը իր արյունը թափեց
Հովհաննես 3:16 ասում է, որպեսզի ամեն մարդ փրկվի։ Բայց ցավոք մարդկանց մեջ կան նրանք, ովքեր հասկանում են եւ ընդունում են, որ իրենք մեղավոր են եւ փրկության կարիք ունեն։ Եվ մարդիկ կան, որ չեն հասկանում։ Եվ շատ հեշտ է գործել այս մարդկանց հետ, ովքեր հասկանում են, որտեղ իրենց սիրտը պատրաստ է, որ իրենք ընդունեն հանդիմանությունը եւ փոխվեն, հասկանում են իրենց աղքատ լինելը, բայց այս մյուսները չեն հասկանում։ Մանավանդ, երբ որ նյութապես հարուստ են լինում։ Գիտեք, հարստությունը նյութական այդպիսի որակ ունի, որ մարդուն ստիպում է մտածել, թե ինքը Աստված է, ինքը թագավոր է այս երկրի վրա, քանի որ փող ունի, քանի որ հարուստ է։ Իրան պետք չի փոխվել, ինչ որ ինքը անում է ճիշտ է։ Ցավոք այդ մարդիկ մեծ մոլորության մեջ են, ինչպես որ այս ղեկավարները, այս քահանաները, որոնք նույնպես տարված էին հարստության, հարուստ դառնալու մոլությամբ եւ իրենք հարուստ էին, հենց իրենք անարդար ձևով հարստացել էին, սխալ ձևով եւ արհամարում էին մաքսավորներին, որոնք անում էին նույնը։ Իրանք էլ նույն մեղքի մեջ էին, բայց չգիտես ինչի իրանք իրենց չէին արհամարում, բայց մաքսավորներին արհամարում էին։ Բայց մաքսավորները դարձի էին գալիս, նրանք դարձի չէին գալի, որտեղ իրենց սրտի հողը կարծր էր։ Իրանք կարծում էին, թե իրանք շատ բարձր են եւ սուրբ են։ Հիսուսը չվիճեց իրենց հետ։ Ուղղակի ասեց իրենց. գիտեք, այս մարդիկ հասկանում են, որ հիվանդ են, ես էլ եկել եմ այստեղ, որ իրենց ճշմարտություն տամ, որ իրենց բուժեմ, ես հոգևոր բժիշկ եմ եւ դրա համար եմ եկել, որ մարդկանց հոգիները բուժեմ։ Եվ հետո Հիսուսը ասում է, որ մի ձգտեք 5 կտորին նոր կտորից կարկատան անել, որտեվ կպատրվի։ Եթե կտորը արդեն մաշված է եւ նրա վրա նոր կտոր եք դնում եւ կարում եք, նորից նոր ծակեր է բացվում, այսքան հնարավոր չէ այդպես անել։ Պետք է սա հոգևոր իմաստով ինչ է նշանակում, ինչ է խորհրդանշում, որ մենք կարծում ենք, թե քրիստոնյա դառնալով, հա, մենք ունենք այս վատ կողմերը, այս լավ կողմեր ունենք, այս վատ կողմերի վրա աշխատենք, դզենք ու կլինենք կատարյալ, ուղենք ու կլինենք կատարյալ։ Բայց իրականում Հիսուս ասում է նորից պիտի ծնվեք, նոր մարդ պիտի դառնաք, լիովին ռադիկալ փոփոխություն պետք է լինի ձեր մեջ։ Դուք չեք կարող ձեր հին շորին, ձեր հին բնավորությանը նոր որակի բաներ, դուք պետք է ռադիկալ ձևով ձեր բնավորությունը փոխեք։ Հիսուսի բնավորությունը պետք է, Հիսուսի սպիտակ հագուստները, ճերմակ հագուստները պետք է հագնեք։ Հագուստը ճերմակը ներկայացնում է Հիսուսի մաքուր բնավորությունը։ Պետք է հասկանաք, որ ամեն ինչ ձեր կյանքում պետք է փոխվի, ձեր մտածելակերպը ռադիկալ ձևով պետք է փոխվի։ Եվ նույնը գինիի մասին, գինին խորհրդաժում է ուսմունք, ասում է հին գինին չեն լցնում նոր տիկերի մեջ, թե չէ կպատրվի, այլ նոր գինին են լցնում նոր տիկերի մեջ։ Այսինքն էլի պետք է ընդունենք Հիսուսի ուսմունքը մաքուր, ինչպես որ այն կա, եւ ոչ թե խառնենք հնի հետ, ինչպես շատ կրոններում է տեղի ունեցել։ Մեր հայկական կրոնում է վերցրել են, խառնել են շատ հեթանոսական սովորություններ, այսինքն աղտոտել են մաքուր ուսմունքը Հիսուսի։ Բայց Հիսուսը ասում է ոչ, պետք է ռադիկալ փոփոխություն անեք, նոր մարդ պիտի դառնաք, նոր բնավորությամբ։ Կարդանք Մարկոս 2:23-24 համարները։
Այո, նաև այստեղ 18-ից 20 համար ասում է Հովանեսի աշակերտները փարիսեցիների ծոմ էին պահում, ոմանք նրա մոտ եկան ու ասացին ինչու են Հովանեսի ու փարիսեցիների աշակերտները ծոմ պահում, իսկ քո աշակերտների ծոմ չեն պահում։ Եվ Հիսուսը նրանց ասաց. «Միթե Փեսայի բարեկամների ծոմ պիտի պահեն, քանի դեռ նա իրենց հետ է, ինչքան ժամանակ որ Փեսա նրանց հետ է, ծոմ չպիտի պահեն, բայց օրեր կգան, եւ Փեսա նրանց միջից կվերցվի, այդ օրերին էլ ծոմ կպահեն»։ Ուրեմն Հիսուսը ինչի է ուզում։ Գիտեք, առաջնորդները վերցրել էին երկրորդական հարցերը, սարքել էին փրկության հարց։ Ծոմ պահելով դու չես փրկվում կամ կործանվում։ Մենք փրկվում ենք կամ կործանվում ենք Հիսուսի տասնաբանյա օրենքին ենթարկվելով կամ չենթարկվելով, իսկ ենթարկվում ենք Աստծո շնորհքով, Հիսուսի շնորհքով, Հիսուսի արյան շնորհքով։ Բայց ծոմը պահելը կարևոր չէ փրկության համար։ Իհարկե կարող ես ծոմ պահել, պրոբլեմ չկա, բայց դա քեզ հատուկ փրկության շնորհք չի տալիս։ Եվ ասում է, երբ որ ես մահանամ, այն ժամանակ արդեն իրենք շատ տխուր կլինեն եւ բնական ծոմ կպահեն, բայց հիմա ես իրենց հետ եմ եւ կարիք չկա ծոմ պահելու։ Եվ մի ուրիշ անգամ էլ Հիսուս ասում է, դուք ձեր սովորությունները ավելի բարձր եք դնում, քան թե Աստծո օրենքը։ Եվ օրինակ է բերում մորը եւ հորը պատվելու օրենքը։ Եվ հենց աղավաղումը Աստծո ուսմունքի հենց դրանում էր, որ իրանք վերցնում են երկրորդական բաները համարում էին կարևոր եւ առաջնային բաները ոչ կարևոր, որոնք վերաբերվում էին հենց փրկությանը։ Նույնը այստեղ է։ Ասում է՝ մի փորձեք հին ուսմունքը կցել նոր ուսմունքի հետ, չի ստացվի։ Պետք է լիովին մաքուր ուսմունք ընդունեք։ Դուք բոլորովին աղավաղել եք Աստծո մաքուր ուսմունքը։ Աստված իր մաքուր ուսմունքը արդեն տվել էր, բայց նրանք աղավաղել էին եւ Հիսուսը եկել էր, որպեսզի նորից վերականներ։ Եվ նույնը վերաբերում է շաբաթին, կարդան 23 համարից։ Եվ այնպես եղավ, որ նա շաբաթօրն անցնում էր արտերով, ու նրա աշակերտներն սկսեցին հասկ պոկելով գնալ, փարիսեցիներն նրան ասացին. «Տեր, շաբաթօրով ինչ են անում, օրինավոր չէ»։ Եվ նա ասաց նրանց. «Դուք երբևէ չեք կարդացել, թե Դավիթը ինչ արեց, երբ կարիքի մեջ էր, երբ սոված են եւ ինքը եւ իր հետ եղողները, ինչպես Աբիաթար քահանապետի օրոք Աստծո տուն մտավ ու առաջավորության հացերը կերավ եւ իր հետ եղողներն էլ տվեց, այնինչ բացի քահանայից ոչ ոքի համար օրինավոր չէր ուտելը»։ Եվ Հիսուսը նրանց ասաց. «Շաբաթը մարդու համար է, ոչ թե մարդը շաբաթի համար, հետեւաբար մարդու որդին շաբաթի տերն է»։ Ուշադրություն դարձնենք, այստեղ խոսքը չի գնում, որ շաբաթը պետք է սուրբ պահել, թե ոչ։ Այստեղ խոսքը գնում է, թե ինչպես պետք է շաբաթը սուրբ պահել, որովհետև նորից առաջնորդները, քահանաները սխալ կետեր էին ավերածրել, մոտարապես 90 կարծեմ, թե ավել, չգիտեմ, որ այս չի կարելի անել շաբաթօրը, այն չի կարելի, այն չի կարելի, այն չի կարելի։ Եվ Հիսուսը եկել էր, որ վերականներ, թե ինչ է նշանակում ճիշտ ձևով շաբաթը պահելը։ Եվ այստեղ աշակերտները ոչ առևտուր էին անում, ոչ ցորեն էին ծախում, ոչ դույլերով ցորեն էին հավաքում, որ տանեն։ Ոչ, նրանք ընդհանրապես սովածացել էին, մի երկու հատ հասկ պոկեցին, որպեսզի ուտեն եւ իրենց սովածությունը հագենա։ Պետք չի ամբողջ շաբաթը սոված տանջվելով ման գալ։ Ասում է շաբաթ ուրախության օր է, շաբաթը մարդու համար է։ Պետք չի, եթե սոված ես, պիտի հաց ուտես։ Պետք չի սոված մնալ։ Եվ շաբաթը Աստված տվել է մեր ուրախության, մեր փրկության, մեր բարիքի համար, այլ ոչ թե մեր տանջանքի համար։ Իսկ իրանք այնքան կետեր էին ավերածրել, որ շաբաթը սարքել էին ծանր բեռ, չարիք էին սարքել մարդկանց գլխին։ Մի ուրիշ առիթով։ Այսինքն աշակերտները այստեղ ոչ մի մեղք չեն գործում, իրանք ընդամենը պոկեցին այդ հասկերը կերան, որպեսզի իրենց սովը հագեցնեն։ Աստված չի ասում, որ շաբաթօրը հաց մի կերեք։ Իհարկե պետք է ուտել։
Կարդանք Մարկոս 3-րդ գլխի 1-6 համարները։ Հիսուսը դարձյալ ժողովրան մտավ, այսինքն դարձյալ շաբաթ էր, այնտեղ ձեռքը չորացած մի մարդ կար եւ սպասում էին Հիսուսին տեսնելու, թե արդյոք շաբաթ օրը կբուժի նրան, որպեսզի ամբաստանային։ Նա ձեռքը չորացած մարդուն ասաց. «Վեր կաց, մեջտեղ արի», իսկ նրանց հարցրեց. «Օրենքը որևէ մեկին թույլ է տալիս շաբաթ օրը բարի գործ անել, թե չար, մի կյանք փրկել, թե կորցնել»։ Եվ նրանք լռեցին։ Նա իր շուրջը եղողներին բարկությամբ նայելով, նրանց սրտերի կուրության համար տրտմած, այդ մարդուն ասաց. «Ձեռքդ մեկնիր»։ Նա մեկնեց ու նրա ձեռքն առողջացավ, եւ փարիսեցիներն անմիջապես դուրս գնացին հերովդեակցականների հետ, նրա դեմ խորհուրդ էին անում, թե նրան ինչպես կորցնեն։ Նորից այստեղ խոսքը չի գնում արդյոք շաբաթ օրը պետք է պահել, թե ոչ։ Իրանք օրենք էին հանել, որ շաբաթ օրը չի կարելի բժշկվել։ Մյուս առիթով էլ ասեցին, այսքան օրեր կա բժշկվելու համար, ինչի է հենց շաբաթ օրը բժշկվել։ Ոչ։ Հիսուսը ասում է նույնիսկ ուրիշտեղ 5 տականում գրված է, եթե քո անասունը ընկնում է շաբաթ օրը, ընկնում է փոսի մեջ, պետք է անպայման հանել, չասել չէ շաբաթա, ես գործ չեմ անում, եւ թողնել, որ այնտեղ տարապի կենթանին, սոված ու ծարավ։ Ասում է կեղծավորներ, դուք չեք հանի, ձեր կենթանուն, բա որ սա մարդ է, մարդը ավելի բարձր է, քան թե կենթանի, եւ տարապում է, միթե արժան չէ, որ շաբաթ օրը ինքը բժշկվի եւ ուրախանա։ Եվ հիմա կարդանք մի այլ հատված 3-րդ գլխի 22-20 համարից։ Եվ տուն եկան, դարձյալ բազմություն հավաքվեց, նույնիսկ չկարողացան հաց ուտել։ Նրա յուրայինները, այսինքն նրա մայրը, հետո մենք կարդում ենք, որ նրա մայրն ու եղբայրներն էին, լսելով դուրս եկան նրան բռնելու, որտեղ կարծում էին, թե խելագարվել։ Այսինքն ուզում էին համոզել, որ Հիսուսը տուն գա, որտեղ լսել էին, որ Հիսուսը հաճախ ժամանակ չունի հաց ուտի, մարդկանց է բուժում, անդադ քարոզում է, եւ ասում էին, իհարկե իրանց բրբրթում էին այս քահանաները, իրանց սիրտը մռմռում էր, որ չեն կարող Հիսուսին ստիպել, որ իրենց ենթարկվի եւ իրենց ուզածը անի, այլ Հիսուսը հավատարմորեն ենթարկում էր իր հորը եւ հոր հետ էր խորհրդանում եւ հոր ցուցումներով է շարժվում, երկնային հոր, եւ նրանց սրտերը մռմռում էր, որ իրանք չէին կարողանում Հիսուսին ենթարկեցնել իրանց, եւ դրթում էին իրեն մորը, եղբայրներին, որ համոզեք, որ խելքի գա, որ լսի մեզ, թե չէ մեր դեմ է գնում, եւ այլն եւ այլն։ Եվ հիմա նրանք եկել էին դրա համար։ Հետո այստեղ մեջտեղում ասում է. լավ, ուրեմն տեսեք, դպիրները, որ Երուսաղեմից են եկել, ասում էին, թե Բեղզեբուղ ունի եւ դևերի իշխանի ձեռքով է դևերին հանում։ Հիսուսի մասին ասում են, որ Հիսուսը սատանայի գործիք է։ Այդ ժամանակ Հիսուսը նրանց իր մոտ կանչելով առակներով ասում էր նրանց սատանան ինչպես կարող է սատանային դուրս անել։ Եթե մի թագավորություն իր մեջ բաժանվի, այդ թագավորությունը չի կարող հարատևել, ինչի պիտի սատանան դևերին հանի մարդու միջից։ Սատանան ուրախանում է, որ դևերը մարդու մեջ է, ինչի պիտի հանի։ Եվ եթե մի տուն ինքն իր մեջ բաժանվի, այդ տունը կանգուն մնալ չի կարող, եթե սատանան իր դեմ դուրս գա եւ բաժանվի, չի կարող կանգուն մնալ։ Նրա վախճանը ասել է. ոչ ոք զորեղ մարդու տուն մտնելով չի կարող նրան ունեցվածքը կողոպտել, եթե նախ այդ զորեղ մարդուն չկապի, հետո նրա տունը կկողոպտի։ Այսինքն զորեղ մարդը տվյալ նկատի ուներ իրեն, Հիսուսը ավելի զորեղ էր, քան սատանան, եւ նա մտնում էր սատանայի տերիտորիա եւ հաղթում էր սատանայի զոհերին, փրկում էր սատանայի ձեռքից։
Սատանան շատ ուրախանում է, որ դևերը մարդու մեջ ապրում են։ Ինչի պիտի սատանան դևերին հանի։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, մարդկանց որդիների բոլոր մեղքերն ու հայոյանքները կներվեն, բայց ով Սուրբ Հոգուն հայոյի, հավիտյան թողություն չի ստանա, այլ հավիտենական դատապարտության կենթարկվի։ Հիսուսն է ասած, որտեղ ասում էին, թե նրա մեջ պիղծ հոգի կա։ Այսքան ինչ նկատի ունի այստեղ Հիսուսը։ Քանի մարդը ուղղակի մեղանչում է, նա հնարավորություն ունի փրկվելու։ Որովհետև Սուրբ Հոգին կարող է նրան համոզել իր մեղքերի մեջ եւ այդ մարդը գա եւ այդ մարդը լսի Սուրբ Հոգու հանդիմանությունը եւ ապաշխարի եւ կփրկվի։ Բայց եթե մարդը ասում է սա Սուրբ Հոգուց չէ, այլ սատանայից է, ինչ է, նա հայհոյում է Աստծուն։ Եվ նրա փրկվելու հնարավորությունը չեզոքանում է։ Այսինքն Աստված իր սրբագործելու գործ անում է Սուրբ Հոգու միջոցով։ Եթե ես Սուրբ Հոգուն հայհոյում եմ եւ ասում եմ, որ սա Սուրբ Հոգին չէ, սա սատանայի հոգին է, նշանակում է, որ ես այլևս չեմ ուզում լսել Սուրբ Հոգու ձայնը եւ այլևս հնարավորություն չունեմ ապաշխարելու։ Սա է նշանակում, այսինքն մարդը ինքը իրեն կտրում է փրկության աղբյուրից։ Եվ կարդան 31 համարից նույն գլուխը 3։ Հետո եկան նրա մայրն ու եղբայրները եւ դրսում կանած նրա մոտ մարդ ուղարկեցին, որ նրան կանչի։ Նրա շուրջը նստել էր բազմություն, նրան ասցին, ահա մարդ ու մայրդ ու եղբայրները դրսում քեզ են ուզում, եւ նա պատասխանեց նրանց ու ասաց. Ով է իմ մայրը կամ ովքեր են իմ եղբայրները։ Ապա իր շուրջը նստածներին նայեց ու ասաց. Ահա իմ մայրն ու իմ եղբայրները, որտեվ ով կատարում է Աստծո կամքը, նա է իմ եղբայրը, քույրն ու մայրը։ Այսինքն կարծես թե տարօրինակ բան արեց Հիսուսը։ Հիսուսը միշտ սիրել է եւ հարգել է իր ընտանիքին, բայց այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ նրանք իր ընտանիքը չէր լսում Աստծուն։ Աստծո հակառակ էր գնում։ Նրանք եկել էին, որ Հիսուսին կտրեն այն աշխատանքից, որ ինքը եկել էր այս աշխարհում անելու։ Այսինքն տանեն տուն, ասում են գժված է, լսում էին այդ դպիրներին, նրանց էին հավատում։ Եվ դպիրները համոզել են նրանց, որ Հիսուսը խելագարվել է, եկեք տարեք տուն, թող խելքի գա։ Դրա համար Հիսուսը դուրս չեկավ իրենց մոտ, որտեղ իրենք եկել էին, որ թելադրեին Հիսուսին, թե ինքը ինչպես պիտի վարվի։ Հիսուսը լավ գիտեր ինչի համար ինքը եկել է երկրի վրա եւ կարիք չկար որ մեկ ասեր։ Երբ որ Կանայի հարսանեկում իր մայրը ասեց, օգնիր դրան, ասեց այնպիսի բան ասեց, այսինքն որ նշանակում էր ինչու ես խառնվում իմ գործերին։ Ես գիտեմ երբ ինչ անեմ, բայց այնուամենայնիվ ինքը այդ առաջին հրաշքը արեց, հարգելով իր մորը կամ ինչ նպատակներով, այսինքն եւ ժամանակ արդեն հաս։ Չնայած ինքը ասեց իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ինքը ողորմած գտնվեց այդ ընտանիքի հանդեպ եւ չուզեց, որ հարսանեկան ուրախությունը դառնա տրտմություն, այսպես ասենք։ Եվ Հիսուսը այստեղ ասում է, երբ որ մարդը դարձի է գալիս, քրիստոնյա է դառնում եւ ուզում է մաքուր կյանքով ապրել, շատ անգամ հենց իր ընտանիքի անդամներն են դեմ գնում իրեն եւ ուզում են ստիպել, որ ինքը հին ձևով ապրի։ Ուզում են ստիպել, որ ինքը խափի, որ ինքը ազնիվ չապրի, արդար չապրի, այտենց ոչ մի բանի չես հասնի, այտենց ասենց։ Սա իր կյանքն է։ Գիտեք, մեղավոր մարդկանց էությունը, մեղք սիրող մարդկանց էությունը հենց սրանումն է մեղքի էությունը, որ օքեյ, դու ուզում ես այդպես ապրել, խափելով, անարդար, ինչու ես ուզում ստիպել այս մարդուն այդպես ապրել, թող իրեն հանգիստ։ Եվ այդպիսով, քանի որ այս մարդ ուզում է մաքուր ապրել, գժտություն է առաջանում ընտանիքում, մեղավոր մարդ ուզում է ստիպել այս մարդուն, որ հետևի իր օրինակին, որ մեղավոր ապրի, բայց Աստվածաշունչը մեզ ասում է, որ մենք պիտի լսենք Աստծուն,
ոչ թե մեղավոր մարդկանց։ Մենք պիտի ենթարկվենք Աստծուն։ Եթե նույնիսկ մեր ծնողները հակառակ բան են ասում, Աստծու կամքին հակառակ բան են ասում, ծնողներն էլ պետք չէ լսել։ Այո, նրանց հանդեպ պետք է լինել հարգալից, չկոպտել, չվիրավորել, բայց չհնազանդվել իրենց սխալ պատվերներին կամ սխալ պահանջներին, որ հակասում է Աստծո օրենքին, Աստծո ուսմունքին։ Եվ դրա համար Հիսուսը այստեղ ասեց դա եւ այսպիսով հույս տվեց, ասեց իմ ընտանիքը նրանք են, ովքեր հնազանդվում են ինձ, ովքեր հնազանդվում են Աստծուն, լսում են Աստծուն։ So երբ որ Հիսուսը գա եւ ամբողջ մարդկային ընտանիքը մի ընտանիք կլինի, նրանք արյունով ազգակից չեն լինի, չնայած մենք բոլորս արյունով ազգակից ենք, որտեղ մեկ մարդուց ենք առաջացել, սկզբում Ադամից եւ Եվայից, հետո Նոյից, բայց հոգեվոր ընտանիք կլինի եւ այս հոգեվոր ընտանիքն է, որ իրար պետք է ապավեն լինեն, իրար օգնեն եւ նեցուկ լինեն ճշմարիտ եւ արդար կյանքով ապրելու մեջ։ Եվ պատմության ընթացքում շատ անգամ են քրիստոնյաներն օտարացել իրենց հարազատներից։ Դա ծանր փորձառություն է։ Մարկոսի ավետարանի այս հատվածը ցույց է տալիս, որ Հիսուսը անցել է նույն փորձության միջով։ Նա հասկանում է, թե ինչ է դա նշանակում եւ կարող է մխիթարել նրանց, ովքեր հաճախ են զգում այս ցավոտ մեկուսացումը։ Եվ վերջում կարդանք Էլեն Ուայթի դարերի փափագից Edge 197-204 Թույլատրվում է շաբաթ օրը բժշկություն անել, նա պատասխանեց նրանց. ձեզանից ով է այն մարդը, որ եթե մի ոչխար ունենա, եւ այն շաբաթ օրը փոս ընկնի, նրան չի բռնի ու վեր հանի, այդ մարդը որքան առավել է ոչխարից, ուստի շաբաթ օրը Արդ մարդը որքան առավել է ոչխարից, ուստի շաբաթ օրը բարի գործելը թույլատրելի է։ Մատթեոս 12:10-12 Լրտեսները, այստեղ Հիսուսը չի ասում շաբաթը մի պահեք սուրբ, նո, ասում է շաբաթը ճիշտ պահեք սուրբ, բարի գործելը չի նշանակում շաբաթ պղծել։ Լրտեսները չհամարձակվեցին Քրիստոսին պատասխանել բազմության ներկայության, վախենալով դժվար կայության մեջ ընկնելուց, որտեղ երբ էլ մարտահրավեր էին նետում Հիսուսին, իրանք միշտ ընկնում էին դժվար կացության մեջ։ Նրանք գիտեին, որ նա ճշմարտություն էր ասել։ Նրանք կնախընտրեին մարդուն լքել դժբախտության մեջ, քան խախտել իրենց ավանդույթները, ուրեմն իրենց ուսմունքը, Աստծո ուսմունքը իրենք փոխարինել էին իրենց ավանդույթներով, որոնք չէին համընկնում Աստծո կերպարի հետ եւ Աստծո ճիշտ ուսմունքի հետ։ Ուրեմն նրանք գիտեին, որ նա ճշմարտություն էր ասել, նրանք կնախընտրեին մարդուն լքել դժբախտության մեջ, քան խախտել իրենց ավանդույթները, մինչդեռ կազատեին անասունին, որպեսզի վնաս չկրեն, ոչ թե որ սիրում էին անասունին, չէ, որտեղ անասուն իրենց համար նյութական բարիք էր եւ իրենք չէին ուզում վնաս կրել։ Այսպիսով համր կենդանու նկատմամբ ավելի հոգատար էին, քան մարդու, որ ստեղծված էր Աստծո պատկերով։ Սա լուսաբանում է, թե ինչպես են գործում բոլոր կեղծ կրոնները։ Դրանք առաջանում են սեփական անձը Աստծուց վեր դասելու մարդկային ցանկությունից, ինչը հանգեցնում է նրան, որ մարդ անասունից վատթար վիճակում է հայտնվում։ Այսինքն, փոխարենը իրենք լսեն Աստծո ձայնը եւ հնազանդվեն, իրենք փորձում են թելադրել Աստծուն։ Աստծո երագույն իշխանության դեմ պայքարող ամեն մի կրոն մարդուն զրկում է այն փառքից, որ նա ուներ առաջավորության ժամանակ, եւ որը շուտով կվերադարձվի նրան Քրիստոսի միջոցով։ Ամեն մի կեղծ կրոն իր հետևորդներին սովորեցնում է անտարբեր լինել մարդկային կարիքների, տառապանքների եւ իրավունքների նկատմամբ։ Ավետարանը չափազանց թանկ է գնահատում մարդկությանը, որի համար որպես փրկագին վճարվել է Քրիստոսի արյունը, եւ սովորեցնում է սրտագին կարեկցել մարդուն իր կարիքների ու վշտերի մեջ։
Տերն ասում է. ես մարդուն մաքուր ոսկուց ավելի պատվական պիտի անեմ և հողեղենին ոփիրի գանձից։ Այսքան ինչպես որ ոսկին են մաքրում տարբեր այլ նյութերից, որպեսզի մաքուր ոսկի լինի, նույն ձևի Աստված մաքրում է մեզ, մեր բնավորությունը շտկում է, որպեսզի մենք մաքուր ոսկի դառնանք, եւ երբ որ ինքը գա, իր հետ կարողանանք երկնային արքայությունում ապրել, որպես երբ որ ինքը գա, իր փառքի լույսից ոչ թե ոչնչանանք, այլ վերափոխվենք եւ իր հետ ապրենք հավիտյան։ Ուրեմն ինչքան շատ դասեր մենք այսօր սովորեցինք, փորձենք մտապահել այս դասերը եւ իրագործել դա մեր կյանքում այս հաջորդ շաբաթվա օրերում։ Մենք պետք է լսենք Աստծո, որ ասում է. մարդուն պետք է վերստին ծնվել, ռադիկալ փոփոխություն է պետք։ Դու չես կարող քո ուժերով աշխատելով այսինչ կամ ինչ վատ գծի վրա փոխվել, ոչ, երբ որ քո ներքինը լիովին փոխվում է, քո մտածելակերպը լիովին փոխվում է, եւ արդեն դու ունես ուրիշ սկզբունքներ, ուրիշ արժեքներ, արդեն քո կյանքը լիարժեքորեն փոխվում է Հիսուսի շնորհքով, Հիսուսի թափածարյունով։ Մենք ինքներս երբեք չենք կարող փոխվել։ Թող Աստված մեզ օրհնի, որ այս գալիք շաբաթվա ընթացքում չփորձենք թելադրել Աստծուն, այլ Աստծուց շնորհք եւ ուժ խնդրենք, եւ հասկացողություն, որ երբ որ կարդանք իր գիրքը, հասկանանք ճիշտ, եւ իրենց ուժ խնդրենք, որպեսզի կարողանանք այդ կարդացածը իրագործել մեր կյանքում, որպեսզի կարողանանք համարձակությամբ ու սիրով դավանել Հիսուսի անունը մեր բնավորությամբ, մեր գործերով ու խոսքերով, այլ ոչ թե խայտառակենք իրեն։ Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։